Նազիրի Բաղդասարյանը երեք նաև ազնվությունից էր խոսում, մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որ ազնվություն եւ քաղաքացիական պայմանագիր իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Ի սկզբանե իրանք անազնիվ են եղել գյումրեցիների նկատմամբ, ամեն առումով շատ գեղեցիկ քարոզչություն տարան գյումրեցիներին, որ գիտեք, եթե ձայնը տալիս եք Մայր Հայաստանին, տալիս եք Վարդան Ղուկասյանին, կամ եթե տալիս եք Ռուբեն Մխիթարյանին, ձայնը տալիս եք Սերժ Սարգսյանին, կամ Ռոբերտ Քոչարյանին, այս տիպի մանիպուլյացիաներով փորձեցին նախկին ներկա կռիվը բերեցին, գցեցին Գյումրի, բայց չպատկերացնելով Գյումրին մի քիչ սպეციფიկ քաղաք է ու այդ թշնամանքը նախկին ներկաների չխաղաց, շատ մեծ դերակատարություն չունեցավ, եթե ունենար իրենք հաստատ այդ 50+1 քվեն տանելու էին, իսկ այդ հաղթանակը, որը իրենք ներկայացնում են, այդ 17000 քվեն, գիտեք, այսպիսի լկտի վարչական ռեսուրսի կիրառում բռնաճնշումներ ոչ միտեղ ես չեմ պատկերացնում, որ եղել է, որովհետև Գյումրիում այս մեկ ամիսը, նախընտրական մեկ ամիսը ահավոր վարչական ռեսուրսի կիրառում էր։ Չհաշված ոնց որ նախարարները Երևանը թողած Գյումրիում են գործի արդեն գալիս, ոնց որ աշխատանքի վայրը փոխել են Գյումրի, падգամավորները գումարած մարզի մյուս համայնքների ղեկավարները, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը կարողանա հաղթանակ տոնել